Օրվա լուրերը սկսեն Գլենդելից, բոտոքսը քննիչների վերածվել է միլիոնների պատմության, մեդիքերից տասնյակ միլիոններ, Թեսլաներ, շքեղ կյանք եւ մի հարց, ինչպես էին բուժումները կատարվում, եթե բժիշկն այդ պահին արձակուրդում էր։ Լոս Անջելեսում գողերն արդեն տեխնոլոգիական մակարդակի են անցել, թաքնված տեսախցիկներ, Wi-Fi խափանող սարքեր եւ խմբեր, որոնք նախ ուսումնասիրում են զոհերին, հետո միայն գործում։ Վալի Վիլիջից ողբերգական լուր մեքենայի ներսում մահացած է հայտնաբերվել 4-ամյա փոքրիկ աղջնակ, քննիչները փորձում են հասկանալ, ինչպես է դա տեղի ունեցել։ Կալիֆոռնիայում կրակը շարունակում է տարածվել, բայց հիմա խնդիրը միայն հրդեհը չէ, վտանգավոր ծուխը հասել է տարբեր շրջաններ, ընդհուպ մինչև Բըրբենք եւ Գլենդել։ Գլենդելում բնակարանային նիստը վերածվել է դժգոհությունների ալիքի, բնակիչները բարձրացրել են վարձավճարների, ծրագրերի ու անպատասխան հարցերի թեմաներ։ Լարվածություն նաև միջազգային ճակատում Թրամփը խոսում է Իրանի հետ վերջնական փուլի բանակցություններից, մինչ Թեհրանը նոր պահանջներ ու նոր սպառնալիքներ է ներկայացնում։ Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններում ամեն ինչ արդեն շոու է հիշեցնում, 61 թեկնածու, անսպասելի անուններ եւ ընտրաթերթիկ, որտեղ թեկնածու գտնելն արդեն առանձին փորձություն է։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ ԱՄՆ գլխավոր լուրերի ցուցադրման հովանավորն է Վիվալդի Քեթրինգը։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ, համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեզիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին, մշտապես մեզ աջակցելու համար, դա կլինի ալիքին բաժանորդագրվելու, պարզապես դիտելու, թե մեզ մեկ լայք նվիրելու համար։ Գլենդելը կրկին դաշնային խոշոր գործի կենտրոնում է։ Դաշնային երդվյալ լատերնակալները մեղավոր են ճանաչել Գլենդելի 45-ամյա բժիշկ Վիոլետա Մայլյանին մեդիքեր համակարգից մոտ $45 միլիոն խարդախությամբ ստանալու գործով։ Ըստ քննության Մայլյանը ղեկավարում էր Healthy Way Medical Center-ը, մի կլինիկա, որը ներկայացվում էր որպես գեղեցկության եւ կոսմետիկ ծառայությունների կենտրոն։ Սակայն քննիչների պնդմամբ այստեղ ստեղծվել էր լայնածավալ ֆինանսական սխեմա։ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության տվյալների վերլուծության բաժինը նկատել էր թվային անհամապատասխանություն։ Բոտոքս ներարկումների համար մեդիքերից ստացված գումարներով Վիոլետա Մայլյանը դարձել էր Միացյալ Նահանգների թիվ 1 բժիշկը։ Նա ստացել էր ավելի քան $24 միլիոն ընդամենը 4 տարվա ընթացքում 6 անգամ ավելին, քան հաջորդ ամենաբարձր ցուցանիշ ունեցող բժիշկների խումբը։ Այդ պահից սկսվել է դաշնային հետաքննությունը։ Քննիչները պարզել են, որ հազարավոր բոտոքս ներարկումների համար ներկայացված պահանջները պարզապես իրականության հետ կապ չունեն։ Մեդիքերը բոտոքսի բուժման ծախսերը սովորաբար փոխհատուցում է միայն բժշկական հատուկ դեպքերում, օրինակ քրոնիկ միգրենի բուժման համար։ Սակայն ըստ մեղադրանքի ներկայացվել էին դեպքեր, որոնք կամ երբեք չեն կատարվել, կամ միայն կոսմետիկ բնույթ են ունեցել։ Ըստ դատարանում ներկայացված ապացույցների բժիշկը բոտոքս բուժումների հաշիվներ էր ներկայացրել այն ժամանակ, երբ անգամ ինքը հանգստանում էր Քաբոյում, օրինակի համար Մաուիում, Լաս Վեգասում, Փենսիլվանիայում, Նյու Յորքում եւ այլ վայրերում։ Մի հիվանդի բուժման համար գումար էր պահանջվել այն օրը, երբ այդ մարդը դաշնային բանտում է եղել։ Մոտ $19 միլիոն բուժումներ էին ներկայացվել այն օրերի համար, երբ կլինիկան ընդհանրապես փակ է եղել։ Ըստ դատական նյութերի, գումարները ծախսվել են Մեքսիկայում եւ Հավայիներում շքեղ հանգիստների, թանկարժեք իրերի եւ հազվագյուտ հավաքածուների վրա։ Դատավճռից հետո երդվյալները որոշել են, որ մի շարք ունեցվածքներ եւս կապված են խարդախությունից ստացված գումարների հետ։ Արգրավման ենթակա են ճանաչվել Tesla Model X-ը, Tesla Cybertruck-ը, ավելի քան $251,000 գումար տարբեր հաշիվներում, շուրջ $7.3 միլիոն բրոքերային հաշիվներ եւ Գլենդելում ու Սրբսայդում գտնվող 4 անշարժ գույք մոտ $7.3 միլիոն ընդհանուր արժեքով։ Վիոլետա Մայլյանը մեղավոր է ճանաչվել ֆինանսական խարդախության 9 եւ քրեական քննությանը խոչընդոտելու 3 հոդվածներով։ Նրա դատավճռի հրապարակումը նշանակված է այս տարվա սեպտեմբերի 10-ին։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում յուրաքանչյուր ֆինանսական խարդախության հոդվածի եւ մինչև 5 տարվա ազատազրկում յուրաքանչյուր խոչընդոտման հոդվածի համար։ Այս նյութի սկզբունքում բացառապես փաստերի ներկայացումն է, սակայն թե նախկինում նման բան չեն կարել, պատրաստ ենք այս թեմայի շուրջ պարզաբանում տալ, եթե բժիշկ Մայլյանի մտերիմներից կամ գործընկերներից կցանկանան ներկայացնել այլ տեսակետ, անգամ եթե չի ընդունվել դա դատարանի կողմից։
Շարունակենք լուրերը, Լոս Անջելեսում իրավապանները հայտարարել են լայնածավալ հատուկ գործողության մասին, որի արդյունքում ձերբակալվել են 7 կասկածյալ կապված վերջին ամիսներին բնակարանային կողոպուտների աճող ալիքի հետ։ Քննիչները պնդում են, որ գործ ունեն կազմակերպված եւ բարձր տեխնոլոգիական հանցավոր խմբի հետ, որոնք գործում են մի քանի շրջաններում։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան եւ դատախազ Նեյթան Հոքմանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են մի շարք դեպքեր, որոնք ըստ նրանց կապված են Հարավային Ամերիկայից գործող կազմակերպված հանցավոր խմբի հետ։ Այս խմբերը ըստ իրավապահների ակտիվ են Լոս Անջելես եւ Վենտուրա շրջաններում։ Դեպքերը սկսվել էին մայիսի 1-ից եւ Վենտուրայի շրջանի քննիչները տեղեկություն էին ստացել, որ բնակարանային գողություններով զբաղվող կասկածելի խումբը գործում է Սանտա Կլարիտա հովտի շրջանում։ Քննիչները հայտարարել են 2 մեքենա, որոնք նախկինում եւս կապված են եղել նման հանցագործությունների հետ։ Հետագայում մեքենաները կանգնեցվել են 5-րդ մայրուղու վրա, ու այդ պահին 3 կասկածյալ փորձել են փախչել ոտքով, սակայն 2-ը անմիջապես են ձերբակալվել, իսկ մի քանի օր անց բռնվել է նաեւ 3-րդ կասկածյալը։ Խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են կանխիկ գումար, թանկարժեք զարդեր, շքեղ պայուսակներ, ձեռնոցներ, գողության գործիքներ եւ հատկապես ուշադրություն գրաված սարք Wi-Fi ազդանշան խափանող սարքավորում։ Քննիչների տվյալներով այս սարքն օգտագործվում են տնային անվտանգության տեսախցիկների եւ անպային համակարգերի աշխատանքը խափանելու համար։ Իրավապանները հայտնել են, որ բոլոր ձերբակալվածները Կոլումբիայի քաղաքացիներ են, իսկ առանձին մեկ այլ դեպքով արևմտյան Լոս Անջելեսում ձերբակալվել է 22-ամյա մի տղամարդ, որը ըստ քննիչների կարող է կապ ունենալ առնվազն 18 տարբեր բնակարանային գողությունների հետ։ Շերիֆ Ռոբերտ Լունայի խոսքով խմբերը նախապես ուսումնասիրել են զոհերին, հետևել սոցիալական ցանցերին եւ նույնիսկ թաքնված տեսախցիկներ տեղադրել տների մոտ։ Ասուլիսի ժամանակ նա ցուցադրել է մեկ օրինակ փայտե արկղի մեջ թաքնված փոքր տեսախցիկ, որը ծածկված էր արհեստական խոտով։ Լոս Անջելեսի Վալի Վիլիջ թաղամասում շարունակվում է ողբերգական դեպքի հետաքննությունը այն բանից հետո, երբ մեքենայի ներսում հայտնաբերվել է ընդամենը 4-ամյա աղջնակ մահացած վիճակում։ Ոստիկանության տվյալներով իրավապահները ժամանել են դեպքի վայր բժշկական արտակարգ կանչից հետո, երեխային հայտնաբերել են անշարժ վիճակում կայանված մեքենայի ներսում։ Հարևանների փոխանցմամբ աղջիկը ըստ նախնական տեղեկությունների եղել է թաղամասային մեքենայով երեխաների տեղափոխման խմբում եւ պետք է տեղափոխվեր մանկապարտեզ, սակայն ինչ-որ հանգամանքներում նա ենթադրաբար ժամերով մնացել է փակ մեքենայի ներսում շոկ եղանակի պայմաններում։ Իրավապանները դեռ չեն հրապարակել, թե ինչ հանգամանքներում է երեխան առհասարակ մնացել մեքենայում, սակայն քննիչները չեն բացառում, որ գործը կարող է քննվել որպես հնարավոր սպանության գործ։ Այս պահին ձերբակալություններ դեռևս չկան։ Ոստիկանները շրջակայքում տեսախցիկների տեսագրություններն են որոնում, հետաքննում, հարցաքննում են հարևաններին, բարձելու ողբերգության ամբողջ պատկերը։ Կալիֆորնիայում հրդեհային իրավիճակը շարունակում է սրվել։ Նահանգի տարբեր շրջաններում միաժամանակ բռնկված խոշոր հրդեհները ոչ միայն այրում են հսկայական տարածքներ, այլև լուրջ վտանգ են ստեղծում բնակիչների առողջության համար։ Այժմ խնդիրը միայն կրակը չէ։ Հարավային Կալիֆորնիայի մեծ մասը պատվել է վտանգավոր ծխով, եւ իշխանությունները նորից զգուշացումներ են տարածում։ Ամենամեծ անհանգստությունը շարունակում է առաջացնել Սիմի Վալիի Սենդի Ֆայերը։ Կրակը տարածվել է ավելի քան 1698 ակր տարածքի վրա եւ այս պահին միայն 15%-ով է վերահսկվում։ Հրշեջները շուրջօրյա պայքարում են կրակի դեմ, փորձելով պաշտպանական գծեր ստեղծել եւ կանխել դրա նոր տարածումը։ Միայն այս հրդեհի դեմ պայքարում ներգրաված է մոտ 900 հրշեջ, սակայն այժմ նոր վտանգի առաջացել դա ծուխն է։ Լոս Անջելեսի շրջանի առողջապահության ծառայությունները ստիպված երկարացրել են ծխի վտանգի մասին նախազգուշացումը մինչև 5 երեկո։ Մասնագետների գնահատմամբ Սենդի Ֆայերի եւ Սանտա Ռոսա Ֆայերի ծուխը տարածվում է Սան Ֆերնանդո հովտից մինչև Արկադիա։ Երեք այն զգացվում էր Գլենդերի շրջակայքում, իսկ ավելի հյուսիս շրջաններում սկսած Վնայս, Լեյք Բալբոա ու Ռեսիդա շրջաններում ծուխն արդեն տեսաների էր օդում։ Բժիշկները զգուշացնում են, որ անտառային հրդեհների ծուխը սովորական ծուխ չէ, այն պարունակում է մանր մասնիկներ, գազեր, վտանգավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել աչքերի այրոց, կոկորդի գրգռում, գլխացավեր եւ ընդհանուր վատ ինքնազգացողություն, իսկ երեխաների, տարեցների, սրտային կամ շնչառական խնդիրներ ունեցողների համար հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել։ Միաժամանակ Riverside շրջանում իրավիճակը եւս մնում է լարված։ Bane Fire-ը շարունակում է աճել ու ավելի քան 1375 ակր տարածք է ներգրավել ու միայն 25%-ով է վերահսկվում։ Verona Fire-ը եւս աճել է հասնելով 500 ակրի։ Տարհանման հրամանները շարունակում են մնալ ուժի մեջ։ Կալիֆոռնիան հերթական անգամ բախվում է բնական աղետի, որը վերացվում է նաեւ առողջապահական ճգնաժամի։ Հաջորդ օրերին քամիները եւ եղանակային պայմանները ընդհանրապես կարող են որոշել իրավիճակը կհանգստանա, թե հազարավոր մարդիկ ստիպված կլինեն կրկին լքել իրենց տները։
Գլենդելի բնակարանային հանձնաժողովի վերջին նիստում բարձրացվել են մի շարք զգայուն հարցեր, սկսած վարձավճարների աճից մինչև սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությունը։ Հանրային ելույթների հատվածում բնակիչները կոշտ քննադատություններով եւ առաջարկներով են հանդես եկել։ Առաջին խոսնակներից մեկը Հերբերտ Միլանոն հայտարարել է, որ ամեն տարի տասնյակ հազարավոր ընտանիքներ բախվում են վարձավճարների բարձրացման հետ կապված շփոթության։ Նրա խոսքով գործող կանոնակարգերը չափազանց բարդ են, ինչի հետևանքով թե տան սեփականատերերը, թե վարձակալները հաճախ սխալներ են թույլ տալիս կամ չեն հասկանում, արդյոք փոփոխությունները համապատասխանում են օրենքին։ Միլանոն նաև քննադատել է նախորդ բնակարանային հանձնաժողովների ձևավորման գործընթացը, պնդելով, որ որոշ անդամներ բավարար փորձ ու պատրաստվածություն չեն ունեցել նման կարևոր որոշումներ կայացնելու համար։ Մյուս ելույթում Անիկ Քեշը անդրադարձել է արտակարգ բնակարանային վաուչերների EHV ծրագրին եւ խնդիրներին։ Նա քննադատել է նաև GRASP ծրագրի որոշ կանոններ, նշելով, որ օգնության դիմումների համար նախատեսված ընդամենը երկշաբաթյա ժամկետը շատ ընտանիքների համար անիրատեսական է։ Անիկ Քեշը նաև հարցեր է բարձրացրել ֆինանսական միջոցների օգտագործման շուրջ, պնդելով, որ քաղաքը պետք է ավելի արագ արձագանքի դաշնային աջակցության հնարավորություններին եւ առաջներդ ուշադրություն դարձնի ամենախոցելի բնակիչներին։ Նրա խոսքով ամիսներ շարունակ ուղարկված հարցերը դեռևս անպատասխան են։ Նիստի ավարտին եւ Authority Member and Staff Comments հատվածներ փաստացի քննարկում գրեթե չբացվեց։ Որևէ պաշտոնյա չսկսեց հակադարձել կամ բացատրել ինչու է օրինակ GRASP-ի ժամկետը 2 շաբաթ կամ ինչու են ակտիվիստի նամակներ ամիսներով անպատասխան մնում։ Նիստը շատ արագ գնաց դեպի կամ մեկտաբանություն, եթե ոչ, նիստը փակված է։ Քննադատությունները հնչեցին, բայց քաղաքային պատասխանատուները այդպես էլ մանրամասն բացատրություն չտվեցին եւ նիստն այդպես էլ ավարտվեց առանց խորքային քննարկման։ Լուրջ քաղաքական թեմաներով կամ մեկ թեմա, այդ թեման էլ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի այսպես հարաբերություններն են։ Նա նշում է, որ բանակցությունները հասել են իր խոսքով վերջնական փուլի ու Իրանն այս շաբաթ Վաշինգտոնին փոխանցել է նոր առաջարկ։ Սակայն հրապարակված մանրամասները ցույց են տալիս, որ Թեհրանը շարունակում է առաջ քաշել նախկինում արդեն մերժված պահանջները։ Դրանց թվում են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցը, պատերազմի պատճառած վնասների փոխհատուցումը, պատժամիջոցների վերացումը, սառեցված ակտիվների ազատումը եւ տարածաշրջանից ամերիկյան ուժերի հեռացումը։ Միաժամանակ Թեհրանը նոր սպառնալիքներ է հնչեցրել, հայտարարելով, որ եթե Միացյալ Նահանգները կրկին հարվածի, պատերազմը կարող է տարածվել Մերձավոր Արևելքից շատ ավելի հեռու։ Իրանը նաև նախազգուշացրել է այն երկրներին, որոնք հյուրընկալում են ամերիկյան ռազմաբազաներ։ Կա նաև Չինաստանը, որը փորձում է հիմա առավելագույն դիվանագիտական շահը ստանալ աշխարհաքաղաքական լարվածությունից, վերածվելով միջազգային բանակցությունների գլխավոր հարթակի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից անմիջապես առաջ Պեկինում էր Իրանի արտգործնախարարը, իսկ երեկը Ռուսաստանի նախագահ։ Մասնագետների գնահատմամբ սա պատահական համընկնում չէ։ Ընդհակառակը Չինաստանը կարծես փորձում է ցույց տալ, որ աշխարհի ամենաթեժ քաղաքական խաղացողները հերթով գալիս են հենց Պեկին քննարկելու կարևոր հարցերը։ Դիվանագիտական տեսանկյունից մասնագետները սա համարում են հաջող պատկեր Չինաստանի համար, ամրապնդելով հեղինակությունը որպես համաշխարհային ազդեցիկ ուժ։ Այսօր հայտարարություն է հնչել Արդարադատության նախարարության կողմից, որը կարող է դառնալ Կուբայի հետ կապված ամենաաղմկոտ իրավական եւ քաղաքական զարգացումներից մեկը վերջին տարիներին։ Մայամիի խորհրդանշական Freedom Tower-ում Միացյալ Նահանգների պաշտոնյաները հայտարարել են պատմական մեղադրանքի մասին, ուղղված Կուբայի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոյին։ Խոսքը վերաբերում է մի դեպքի, որը տեղի է ունեցել 30 տարի առաջ, 1996 թվականի փետրվարի 24-ին։ Այդ օրը մարտահրավերական կազմակերպության երկու քաղաքացիական ինքնաթիռներ խոցվել էին Կուբայի ռազմական օդուժի կողմից միջազգային ջրերի վրա։ Զոհվել էին 4 ամերիկացիներ՝ Կարլոս Կոստան, Արմանդո Ալեխանդրո Կրցերը, Մարիո Դելա Պենյան եւ Պաբլո Մորալեսը։ Նրանք զինված չէին ու ռազմական գործողություններին չէին մասնակցում։ Նրանց առաքելությունը մարդկանց փրկելն էլ օգնելով Կուբայից փախչողների։ Արդարադատության նախարարի խոսքով նոր մեղադրանքներում նշվում է, որ Ռաուլ Կաստրոն եւ եւս 5 մեղադրյալներ ներգրաված են եղել գործողության կազմակերպման մեջ։ Ըստ ներկայացված տվյալների Կաստրոն, որն այդ ժամանակ ղեկավարում էր Կուբայի հեղափոխական զինված ուժերը, հաստատել եւ վերահսկել է հրամանատարական շղթան, որի վերջում ռազմական կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել քաղաքացիական ինքնաթիռներին։ Լրագրողները հետաքրքրվել են նաև արդյոք Ռաուլ Կաստրոն երբևէ կհայտնվի ԱՄՆ-ում եւ կկանգնի դատանի առաջ։ Պատասխանն ուշագրավ էր։ Գլխավոր դատախազ Թոդ Բլանշը հայտարարել է, որ սա խորհրդանշական կամ ցուցադրական մեղադրանք չէ, կա ձերբակալման օրդեր եւ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ նա ի վերջո կկանգնի արդարադատության առաջ իր կամքով կամ այլ ճանապարհով։ Եվ օրվա վերջին լուրը։ Եթե Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններում դեռևս չեք կողմնորոշվել, ապա նոր տվյալները կարող են էլ ավելի բարդացնել ընտրությունը։ Այս տարվա քվեաթերթիկում ընտրողներին սպասում է անսովոր պատկեր։ Միանգամից 61 թեկնածու։
Իհարկե ցուցակում կան հայտնի անուններ, հանրապետական տեխնացուներ Սթիվ Հիլթոնն ու Riverside-ի շերիֆ Չադ Բիանկոն, ինչպես նաև դեմոկրատ տեխնացուներ Խավիեր Բեսերան, Թոմ Սթայերը, Քեթի Պորտերը, Մեթ Մանը, Անտոնիո Վիլարագոսն եւ Թոնի Թուրմանդը։ Սակայն դրանով պատմությունը չի ավարտվում։ Ցուցակում կան նաև մարդիկ, որոնք արդեն դուրս են եկել մրցապայքարից, բայց նրանց անունները շարունակում են մնալ քվեաթերթիկներում։ Ամենահետաքրքիր անակնկալներից մեկը ընտրաթերթիկում Բարակ Օբամայի անունն է։ Սակայն խոսքը նախկին նախագահի մասին չէ։ Այդ տեխնացուն նախկինում փոխել է իր անունը ոգեշնչվելով ԱՄՆ առաջին սևամորթ նախագահից եւ այժմ ներկայացված է որպես Բարակ Դի Օբամա Շոու։ Մեկ այլ տեխնացու եւս փոխել է անունը սեփական գաղափարները արտահայտելու համար։ Նրա անունն է Living for God and Country դե Մոտ։ Նա մասնակցում է ընտրություններին առանց կուսակցական պատկանելության եւ հանդես է գալիս ներգաղթի գործողությունների դեմ դիրքորոշմամբ։ Տեխնացուների ցանկում կան տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ, երաժիշտներից մինչև բուժքույրեր եւ հյուրանոցային աշխատակիցներ։ Կալիֆոռնիայում նահանգապետի տեխնացու դառնալը համեմատաբար հեշտ է։ Անհրաժեշտ է լինել ԱՄՆ քաղաքացի, գրանցված ընտրող եւ բավարարել օրենքով սահմանված շատ չնչին պահանջներ։ Բացի այդ, տեխնացուները կամ վճարում են գրանցման վճար, կամ հավաքում հազարավոր ստորագրություններ։ Եվ կա եւս մեկ հետաքրքիր հանգամանք։ Տեխնացուների անունները քվեաթերթիկում դասավորված չեն այբենական կարգով։ Կալիֆոռնիան օգտագործում է հատուկ պատահական համակարգ, որի պատճառով տարբեր շրջաններում անունների հերթականությունը փոխվում է։ Այսպիսով, ընտրողները ոչ միայն պետք է որոշեն ում են ընտրում, այլ նաև պետք է կարողանան առաջինը գտնեն իրենց հավանած տեխնացուի անունը այդ երկար ցուցակի մեջ։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։